Հանրապետության անդամները լքել են դահլիճը դեռ քննարկման ժամանակ եւ մինչեւ այս պահը չեն վերադարձել, չգիտեմ ինչի, այս վայ իշխանությունները քաղաքային խառնվել են իրար, ներքևից վերև են գնում, երևի զանգեր են կատարում, տենան ինչ ա եղել, Անի Խաչատրյանը ինչից ա նեղվել։ Կոալիցիոն գործընկերները։ Չէ, ես որպես կարծիք ասեմ, երևի Անի Խաչատրյանը նեղվել է, որ ՔՊ-ից ավելի ՔՊ է ներկայացել եւ իրան ոչ ՔՊ-ականները չպաշտպանեցին Անի Խաչատրյանին, հետեւաբար երևի իջել է ներքև, նեղված, սպասում է դուրս տանը։ Կոալիցիոն ուժը իրանց, կցորդ ուժը, սիրելի երևանցիների, ցիտեք ՔՊ-ականների, սիրում են Գյումրիում ասել, այս պահին Երևանում կառավարման ճգնաժամ է, Տիգրան Ավինյանը չունի իշխանություն Երևան քաղաքում։ Խնդրեմ նայեք դահլիճը։ Պարոն Լևոնյան, կարող եք դուք մոտենալ տեսնենք ձեր կցորդ ուժը։ Ուր են ձեր կոալիցիոն։ Դուք պարոն Լևոնյան, դուք էլ եկեք մենք խոսանք։ Եկեք ցես միասնաբար խոսեք։ Իրանց հետ չենք խոսում, ժողովրդի հետ ենք խոսում, եկեք խոսացեք։ Մի փախեք։ Տեստեկում եք տերտերաբար։ Գործերել են դուք խորհրդարներում Այս նույն իշխանությունը Գյումրիում էլ է լքել, իշխանությունը պատմության մեջ ես չեմ հիշում, եթե մեկը հիշվա, որ բոյկոտ իրականացնի, մենք երբ որ ընդդիմություն ենք, մենք բոյկոտ էինք իրականացնում, իրանք ասում էին բա ժողովրդի հարցերը։ Խրամատը միայնակ Վիկտորը, պարոն Լևոնյան։ Բայց այնտեղ կանգնեք, որ բոլորս կարողանանք։